կարող եք հիշացնել, որն է այսօրվա մեր դասը։ Սեդա։ Հայկական սպորտի ձևավորումը։ Ապրես, իսկ որն է հայկական սպորտի առաջացման պատճառը։ Հրան։ 1915 թվականին ոսկսել եղել հայերը գաղթեցին։ Այո, ներկայացումներ։ Հայերի պատերազմը 1915 թվականի եղել սկսվելուց հետո որոշ հայեր տարածվեցին երկրներով, տարբեր երկրներով, որտեղ կազմեցին Սփյուռքը։ Այո, շնորհակալություն Սարյանական։ Իսկ ով է ցանկանում պատմել դասը։ Սեդա։ 1914 թվականների հայոց մեծ եղերնի ցեղասպանության ժամանակ Օսմանի եկեղեցին որոշեց վերջ դնել հայերի հարցը։ Կազմակերպվեցին տարբեր կոնֆերանսներ, որոնցից մեկը Լոնդոնի կոնֆերանսն էր։ Գրախտակի նշի, որ կայացել, մեծ Լոնդոնի կոնֆերանսը։ Եվ հարցեր ուղղված Սեդային, հարցեր, խնդրեմ Ռուզաննա, Որքան հայեր գաղթեց Հայաստանի տարածք։ 45,000։ Շնորհակալություն, զբաղեցնել քո տեղը, ով ունի վերացումներ դասի հետ կապված։ Եղել մի տարիներին մասնավորապես եղած հայերը սկսեցին սփռել տարբեր երկրներով, որոնք էին Եգիպտոսը, Ամերիկան, Ռուսաստանը, Անգլիան, գրեթե բոլոր երկրներում էլ կային հազվադեպներ։ Mon père n'était pas de Turquie. Հայոց Թուրքիայում չի եղել։ Այդ իսկ պատճառով չեմ կարողացել որ նա ցեղասպանություն լսել։ Ցեղասպանության ենթարկվել մորս ընտանիքը։ Նրա մայրը, հայրը, երկու եղբայրները։ La grand-mère, Իսկ տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա։ Ցեղասպանության օրերին հայրս անցնում էր Թուրքիայի։ passage en Turquie, Նա ռուսական անձնություն էր։ russe. Եվ գալիս էր Ռուսաստանից, իսկ մայրս գնացել էր Ստամբուլ այցելելու իր տատիկին։ Avait quitté sa famille pour aller voir sa grand-mère Նրանք մեկնել են Ստամբուլից, et sont partis անցել շատ դժվարությունների միջով, subi հալածել են, difficultés չեն կարողացել նա բարձրանալ, քանի որ կրակում էին, sur le bateau parce qu'on բայց նրանք չեն տեսել, n'ont pas eu չեն ապրել իրական ցեղասպանությունը։ Ils l'ont connu. Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում, բայց ոչ անձամբ։ Et de là, ils sont Նրանք եկել են Սալոնիկ, քանի որ գաղթականներն անցնում էին Սալոնիկով։ Si les parents Եթե ծնողներս լինեին Թուրքիայի նույն վրայից, peut-être comme միգուցե ընտանիքում ավելի շատ լացուփոց dans կլիներ։ une maison comme ça a dû se passer, Բայց ես ունեմ չափազանց տեխնոժն այր, եւ չափազանց լավատես հայր։ quel est votre optimisme? Հայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Les vieux pensées Նա արտասվում էր, հայրս ծիծաղ։ un père qui pleurait, un père qui riait. Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Humaine. Կարող եք ասել, ով է պատկերված։ Այժմ եկեք դիտենք մեկ ուրիշ տեսանյութ, ուսյանի կխնդրեմ ուշադրություն դարձնեք։ Ավրորա Մարտիրոսյան, ին ով հիրավի դարձավ հայոց ցեղասպանությունը վերապրածների սիմվոլը։ Անձնավ եղակին օգարքի ճանապարհի բոլոր խորհրդաններով նա ոչ միայն չընկրկեց, այլև առաքելությունը համարեց ամբողջ աշխարհին պատմել այն վայրագությունների մասին, որ իր հայրենիքում կատարվել էին քրիստոնյա բնակչության դեմ։ Բաղթեուշ դուք բոլորդ մահանալու եք, ոչինչ հայ չպետք է ապրի։ Նրանք մեզ անվանում էին շներ, յարուրներ և հարվածում էին, ասես կենդանի լինեին։ Դա այնքան ցավոտ էր։ Ավրորա Մարտիրոսյանի պատմությունը սկսվում է 1901 թվականի Խարվարդ նահանգի Չմշկած աղջյուղում։ Ծննդյան պահին ծնողները նրան կոչում են Աշխարհույս Մարտիրոսյան անունով։ Չդրսահարումը խոստումներից ապագա է սպասում նրանց, եթե չլիներ 1915 թվականն ու այլնով չներկեք հայ ժողովրդի պատմությունն ու Աշխարհույսի բոլոր երազանքներն ու նպատակները։ Աշխարհույսն ընդամենը
կամրջի անդամների իրեն էլ 85% վաճառեցին ստեղծության քրդական հարմներում, ինչպես հրաժարավոր այլ աղջիկների։ Այդ աշխատույցը նրանցից մեկը չէր, ինքն էլ առաքելությամբ էր մյուս աշխարհ եկել։ Երաժշտակետներ ուղել պատկերված այո, Լևոն Ավրորյան Մարտիկանյանը դա մի անձնավորություններ, որը ևս Երևանից մասնակից եղած այդ հայ ընտանիքների դիմեր պատկանում։ Մենք այժմ երեք կամպայն աշխատանք կատարենք, երկու խմբի բաժանվել, այստեղ դրված են դասվերաբերյալներ, կխնդրեմ յուրաքանչյուր խմբի մեկ մասնակից վերցնել այս թերթիկի հարցերն ուղղել մյուս խմբի անդամներին։ Սեդա ջան, դուք հանդիսանում եք սուրբ խմբի մասնակիցները, որը որ հարցեր է ուղղում մյուս հայրենի խմբի մասնակիցներին։ Որքան հայ ներկայացված Հայաստան 1921-ից 1936 թվականին։ 42,000։ Պատասխանները հարցերը ուղղել մյուս Երբ եւ ինչպես է առաջացել հայկական սփյուռքը։ Ռոզանա Հայկական սփյուռքը առաջացել է 1915 թվականի եղերնի ժամանակ, որոշ հայեր մազապոստիներով, փախչելով տարբեր երկրներ, տարբեր բնակավայրեր, ստեղծեցին հայկական սփյուռքը։ Շնորհակալություն Ռոզանա ջան, հաջորդ հարցը։ Որ երկրներում են ապաստանվել ցեղասպանությունից փրկված հայեր։ Արա։ Ֆրանսիա, Ամերիկա, Կանադա, Ռուսաստան, Եգիպտո, գրեթե բոլոր Այ, գրեթե բոլոր երկրներում շնորհակալություն։ Հաջորդ վերջացեցի ձեր խմբի հաջորդ խմբի մասնակիցների Ով է ֆինանսեր, գնահատեք նրա հայանցած գործունեությունները, հանրապետությունները։ Գաբրիելա, մյուսները։ Փախստականների հարցով գլխավոր լիազորներ, Այո։ որը եւ տեսնելով, որ փախստական հայերը չէին կարողանում աշխատել եւ իրենց աշխատանքը ապահովել իրենց ընտանիքին, ստեղծեցին փաստաթղթեր, նասենյան անձնագրեր, որոնցով որ հայկականները կարող էին աշխատել եւ ապրել այն երկրում, որտեղ որ կկամենային։ Շնորհակալություն Գաբրիելա ջան, հաջորդ հարցը։ Ավելացրու խնդրեմ, դե ավելացնելու բաներ եք, իհարկե կարող եք ավելացնել։ Ֆիցեբնասենը գրեց նաև խափա ժողովուրդ գիրքը, որը նա նշում էր, թե ինչպես են եվրոպացիները ընդունում հայերին։ Նա նաև գրքի մեջ նա գրում է ավելի լավ էր, այնքան կուզեի, որ Եվրոպայում չհնչեր Հայաստան անունը։ Շատ ապրես, Սեդա ջան, կեցես ճիշտ պատասխանի համար։ Հաջորդ հարցը։ Որովհետև սփյուռքում գործող հայկական Կազմակերպությունները։ Այո, որոնք են։ Գաբրիելա։ Հայ օգնության միությունը, հայոց եկեղեցին, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ այլն։ Այո, շնորհակալություն Գաբրիելա ջան, ճիշտ Իսկ պատասխանի համար։ գործունեությունները դրանք ծավալում։ Իսկ գործունեությունն ծավալում։ Բազմաթիվ որբերի եւ անտուն մնացած մարդկանց օգնություն էին ցուցաբերում եւ ոչ միայն այն։ Այո։ Հայաստանում տեղի ունեցած պատերազմների երկրաշարժների ժամանակ օգնություն էին ցուցաբերում Հայաստանին։ Շնորհակալություն, շատ ճիշտ է։ Ախնե ջան, հարցը ուղղեք մյուս խմբի անդամներին կամ դու հրանք հրանք։ Ինչ հարց առաջ քաշվեց Լոզանի կոնֆերանսում։ Ինչ հարց առաջ քաշվեց Լոզանի կոնֆերանսում ձեռքեր։ Սեդա։ Լոզանի կոնֆերանսի ժամանակ գործում էր նաև ազգային օջախ կոնֆերանսը, որը չեղարկվեց, քանի որ Լոզանի կոնֆերանսի պայմանները ավելի հարմարավետ էին։ Այո։ Նրանք ցանկանում են օգնել սփյուռքը հայերին եւ ուզում էին օգնել նրանց հարմարվել տարբեր երկրներում։ Իսկ գլխավոր կազմակերպիչը Լոզանի կոնֆերանսի դա ազգերի լիգան էր։ Շնորհակալություն Սեդա ջան։ Մեկ ավելացում Սեդայի պատասխան։ Գաբրիելա։ Մարդիկ սկսեցին աշխատել եւ արել իրենց երկրում։ Այո, այո։ Հաջորդը Սեդա ջան վերջացրեցիք դեպի կողմի այդ հարցը։ Նարեկ ջան, որտեղ կան մեծ թվով հայեր, որ երկրում, շնորհակալություն։ Կարող ես ասել ես, որ երկրների դրոշներն են պատկերված, այսա, ոչ երկրի դրոշն է պատկերված։ Ապրես Նարեկ ջան, շնորհակալություն։ Վարուր ջան, ես որ երկրի դրոշն է պատկերված։ Գերմանիա, շատ ապրես Վարուր ջան։ Նարեկ ջան, իսկ այդ մյուս դրոշը։ Շատ ապրես Նարեկ ջան։ Նարեկ, որ ես քեզ փուխտ տամ, քեզ է բանվում, թղթեր տամ։ Կարող եք դրոշը, Ռուսաստանի դրոշը նույնությամբ կարող եք նկարել Նարեկ ջան, ես քեզ Ռուսաստանի դրոշը,
Վանովի ջան, դու եք Գերմանիա դրոշի նկարես։ Կխնդրեմ փոխադրել ու նույնիսկ Գերմանիա դրոշը փոխած նկարდა։ Այժմ եկեք փոխադարձ գնահատում կատարենք։ Այ Սեդա ջան, ինչ կգնահատեիք Գաբրիելային։ Գաբրիելային կգնահատենք գերազանց, քանի որ նա տիրապետում էր լիարժեք ուսումնական նյութին, օգտագործում էր ստեղծագործական եւ քննադատական մոտեցումներ, ցուցաբերում էր ապացույցներ եւ նոր տեղեկություններ։ Այո, շնորհակալություն, Սեդա ջան։ Գաբրիելա ջան, ինչ կգնահատեիք Սեդայի պատասխանը։ Կրկին գերազանց, քանի որ կարողանում է տիրապետում է ուսումնական նյութին եւ կարողանում է վերարտադրել իր սովորածն, լիարժեք պատասխանում է հարցերին եւ Քեզ ինչ կգնահատեիք Գաբրիելա։ գերազանց Այո։ կարողանում է տիրապետել ուսումնական նյութին եւ վերարտադրել։ Շնորհակալություն Գաբրիելա ջան։ Հրանտ ինչ կգնահատեիք Ռուզաննային։ Հրանտ։ Ինչի համար։ Որովհետև մասամբ տիրապետում անիթին, հարցերը պատասխանում են։ Այո, իսկ հրանտ ինչ կգնահատեիք Ռուզաննա։ Նրանք կգնահատեն ու քանի որ տիրապետում էր համ ուսումնական նյութից, համ գրքից, համ էլ հարցերի։ Արփինե ջան, ինչ կգնահատեիք Արային։ 7, քանի որ տիրապետում է ուսումնական նյութին վերարտադրում է ճիշտ։ Այո, շնորհակալություն։ Գաբրիելա, դու ինչ կգնահատեիք Արփինեին։ Այո։ Ինչու։ Քանի որ կարողանում է պատասխանել հարցերին, արդեն կգնահատենք 6, քանի որ նա տիրապետեց ուսումնական նյութին, պատասխանեց մի քանի հարցերի եւ տեղեկություններ մեր դասից։ Այո, շնորհակալություն։ Սիրելի աշակերտներ, այժմ որպես տնային հանձնարարություն հաջորդ ժամվա համար յուրաքանչյուրս քրական սփյուռքահայ կենտրոնի վերաբերյալ տեղեկություններ կհավաքագրեք եւ գրավոր աշխատանքի ձևով կներկայացնեք։ Պարզ է։